Մազյան նշեցիք, որ շարունակելու եք մյուս օրերն էլ կան, օրերը հանել եք 14-ին, 16-ին, եթե շարունակեն օրինակ նման ձև վերաբերվել ու կոնկրետ ձեզ բոյկոտեն եւ փախած փոքր երկրում ոնց պիտի փախնեն, ումից պիտի մանավանդ ես իրանց ինչ եմ անելու, ես խո իրանց աղբարկիղը չեմ նետելու, ոնց որ իրանք նետել են իմ գրությունը։ Չնայած իրանք հուշում են, որ տենց է, ինչ տարբերություն չէ, քաղաքացու հետ էս վարվում, թե իր խոսքի, որը պաշտոնական գրության տեսքով, պաշտոնական խողովակներով ներկայացվել է։ Բայց անկեղծ ասած ես չէի պատրաստում այսօր Ռուբեն Ռուբինյանին նետել աղբարկիղը։ Ես տենց մտադրություն չունեմ, անկեղծ ասած դες ֆիզիկական տվյալները չունեմ, որ ամեն անգամ նույնիսկ մեծ մտադրության դեպքում դա կարողանամ իրագործել։ Ես ամեն եկել իր հետ խոսալու։ Այո, եւ ոչ միայն, ես իր հետ նաեւ եւս երկու հարց ունեի քննարկելու, պայմանավորված իր հակասահմանադրական գործունեության ու կարգավիճակի հետ հայ-թուրքական գործընթացի իմաստով եւ նաեւ իր կարգավիճակից բխող պարտականությունների իմաստով պայմանավորված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հանգամանքով եւ ինքը ինձ որպես քաղաքացու պարտավոր է տալ անհրաժեշտ տեղեկություններ եւ այս ընդունելությունների նպատակը հենց դա է։ Բայց իրենք արդեն նախապես ասում են, որ ձերս նախաձեռնությունը անլուրջ է իրենց համար ու որևէ կերպ չեն պատրաստվում ձերս քննարկել։ Այսինքն կանխատեսելի է։ Բայց անլուրջը իրենց վերաբերմունքն, այսինքն եթե իմ բարձրացած հարցը հղում անում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ վերաբերվում է падգամավորների լիազորություններին, ոնց կարա դա անլուրջ լինի։ Բա լուրջը ո՞րն է, բա լուրջը իրենց պարտական Բայց ով ասում որ տեխնացում մենք պիտի ունենանք, այլ ոչ թե իրենք պիտի, բայց հարցերը հենց իրանց հետ պիտի։ Ես լսել եմ իրենց ճեպազրույցները ձեզ հետ, մամուլի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ես մի քանիսի պատասխաններ եմ ստացել, անլուրջը իրանց մոտեցումներն է, իրանց պատասխան, իրանք չեն պատկերացնում այս գործընթացի էությունը։ Եվ հիմա այս հանդիպումների նպատակն է, որ ես իմ համեստ գիտելիքների եւ փորձառության շրջանակներում փորձեմ իրենց բացատրել, որովհետեւ այդ տեխնացուն իրենք պիտի առաջադրեն։ Ես վարչապետի տեխնացու առաջադրելու իրավունք չունեմ, ես падգամավոր չեմ։ Падգամավորը Ռուբեն Ռուբինյանը եւ ինքը իրավունք ունի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց ինքն էլ պարտավոր է դա անի։